Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։ Աստված չի ցանկանում, որ դուք պարզապես իմանաք, որ ինքը սիրում է ձեզ, նա ցանկանում է, որ վերապրեք, ճաշակեք իր սերը։ Դա անելու միջոցներից մեկը ամեն օր ժամանակ հատկացնելն է, պարզապես նստելու Աստծո ներկայության մեջ եւ ընդունելու նրա սերը։ Ես Ջոյս Մայերն եմ եւ տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը վերափոխել իմ կյանքը եւ նույնը կանի քեզ համար։ Արդեն 45 տարի է այս ծառայության մեջ եմ եւ երբ հետ եմ նայում եւ տեսնում եմ, թե որքան քրտնաջան եմ աշխատել սկզբում, նույնիսկ չգիտեմ, թե ինչպես եմ անցել այդ ամենի միջով։ Սովորաբար ես տարեկան 36 համաժողով էի անցկացնում, բայց այն ժամանակ դրանք երրորդյա էին եւ ամեն օր 5 հավաքույթ։ Ես անում էի ամեն բան, բացի փառաբանություն վարելուց։ Ինձ թույլ չէին տալիս, որ փառաբանություն վարեի։ Ես մասնակցում էի բոլոր հանդիպումներին, բացի դրանից գրում էի գրքեր։ Երբ երիտասարդ ես, Աստված տալիս է քեզ շնորհք այլ ձևով, քան ավելի տարեց հասակում։ Եվ բոլորս մեծանում ենք։ Եթե դու 20 տարեկան ես, մի մտածիր, թե ամբողջ կյանքում այդպես ես մնալու, որովհետև այդպես չես մնալու։ Դու կդառնաս 30 տարեկան, նախքան կհասկանաս դա, այնուհետև կդառնաս 40 տարեկան, նախքան կհասկանաս դա, հետո 50, 60, 70։ Հունիսին ես կդառնամ 81 տարեկան։ Ինչ որ մեկն ասաց, որտեղից ձեզ այն եռանդը, որ ունեք, գիտեք, մեծանալուն զուգընթաց ձեզ երկու բան է անհրաժեշտ։ Ձեզ անհրաժեշտ է նպատակ եւ մեկը, որին կսիրեք։ Ես ունեմ նպատակ եւ ես սիրում եմ ձեզ։ Ես սիրում եմ Աստծուն եւ սիրում եմ այն, ինչ անում եմ։ Եվ ես սիրում եմ օգնել մարդկանց։ Ես վերջապես հասկացա, երջանիկ լինելու միակ ճանապարհը ինքդ քեզ նվիրելն է։ Երբ փորձում ես պահել քեզ, եւ երբ անցկացնում ես կյանքդ փորձելով երջանկացնել ինքդ քեզ, գողանում ես Աստծո աշխատանքը, որովհետեւ քեզ երջանկացնելը նրա աշխատանքն է։ Եթե դու զբաղվես նրա գործերով, նա էլ կզբաղվի քո գործերով։ Եթե դու զբաղվես Աստծո գործերով, նա էլ կզբաղվի քո գործերով։ Դու այնքան շատ արժեք ունես։ Դու այնքան հիասքանչ ես, ձեզնից յուրաքանչյուրը գլուխ գործոց է։ Եթե դանդաղորեն կարդաք Սաղմոս 139, այն ասում է, որ Աստված իր ձեռքով ձևավորեց քեզ քո մոր որովայնում։ Բարդ եւ զարմանալիորեն։ Գիտեք ինչ, ես չգիտեմ, թե որտեղից ենք ստացել պտուղ բառը, բայց ինձ դուր չի գալիս այն։ Աստված երբեք երեխային չի անվանել պտուղ։ Կարծում եմ դա լավ միջոց է մտքում առանձնացնելու այն փաստը, որ այն, ինչ քո ներսում է, իրական չէ եւ չունի արժեք, ուստի կարելի է ազատվել դրանից։ Բայց այլ բան է, երբ հասկանում եք, որ դուք կրում եք երեխայի, որ ստեղծվել եւ ձևավորվել է Աստծո ձեռքով։ Սատանան ստիպում է մեզ ունենալ աղճատված մտածելակերպ, տարօրինակ մտածելակերպ։ Եվ ես կասեմ, Սատանան այսօր կատաղած է, բայց նա չի հաղթելու։ Նա չի հաղթելու։ Մեր աշխարհը ըստ էության խելագարվել է։ Բայց իրավիճակները փոխվելու են, ես հռչակում եմ դա Հիսուսի անունով, իրավիճակները փոխվելու են։ Եվ լավագույն բանը, որ կարող ենք անել, Աստծուն սիրելն է եւ ինքներս մեզ ճիշտ գնահատելն ու սիրելը։ Ամեն օր արթնացիր եւ լավ վերաբերվիր քեզ։ Մի ասա, ես չունեմ արժեք, ինչու եմ ես այստեղ։ Ես չունեմ նպատակ։ Դու այստեղ ես, որովհետև Աստված է ցանկանում դա, եւ նա դրել է քեզ այստեղ, որովհետև ցանկանում է սիրել քեզ։ Նա ցանկանում է սիրել քեզ եւ բժշկել քո բոլոր ցավերը։
Նա փրկագնել է մեզ, նա գնել է մեզ սատանայից իր արյունով։ Դու չես պատկանում աշխարհին եւ չես պատկանում սատանային, դու պատկանում ես Աստծուն։ Երբ մենք դեռ մեղքերի մեջ էինք, նա մահացավ մեզ համար։ Եվ նա որդեգրեց մեզ։ Ձեզ մի լավ օրինակ կբերեմ։ Ես ունեմ զավակ իմ առաջին ամուսնությունից։ Հետաքրքիրն այն է, որ նրան Դեյվիդ եմ անվանել։ Մի ասեք, որ Աստված չգիտի, թե ինչ է անում։ Նրան անվանել եմ իմ եղբոր Դեյվիդի անունով։ Բայց երբ իմ տղա Դեյվիդը 9 ամսական էր, ես ստիպված էի ամուսնալուծվել իմ առաջին ամուսնուց, որովհետև նա անհավատարիմ էր, հարաբերություններ ուներ այլ կանանց հետ, չէր աշխատում, չէր աջակցում ինձ։ Իմ կյանքը պարզապես մղձավանջ էր, ես նրա հետ ամուսնացած եմ եղել գրեթե 5 տարի, 18 տարի սեռական բռնության ենթարկվելուց եւ եւս 5 տարի նրա կողմից այլ տեսակի բռնության ենթարկվելուց հետո ես գաղափար չունեի, թե ինչ է սերը։ Դուք կարող էիք օրական 100 անգամ ասել, թե որքան եք սիրում ինձ եւ դա բացարձակապես ոչինչ չէր նշանակում ինձ համար, որովհետեւ ով երբևէ ինձ ասել էր, թե սիրում է ինձ, նա ցավ էր պատճառել ինձ։ Ուստի ինձ չէին կարող պարզապես ասել ես սիրում եմ քեզ, ինձ պետք է ցույց տային դա, ահա թե ինչու է այդքան կարևոր, որ սեր ցուցաբերենք ուրիշներին, որովհետև շատերի համար այդ խոսքերը ոչինչ չեն նշանակում։ Այդ է պատճառը, որ մենք այդքան շատ միսիոներական աշխատանք եք իրականացնում այստեղ, Ամերիկայում եւ երկրից դուրս, որովհետեւ շատերն այնպես են տանջվում, որ նրանց ասելը, որ Հիսուսը սիրում է իրենց, ոչինչ չի նշանակում, որովհետեւ նրանք երբեք չեն վերապրել այդ սերը, ուստի կարիք ունեն, որ ինչ-որ մեկը լրացնի իրենց կարիքները եւ լինի իրենց կողքին, մշտապես լինի իրենց կողքին, լինի իրենց կողքին, լինի իրենց կողքին, մինչև որ ցրի այն խավարը, որի մեջ նրանք ապրել են, եւ վերջապես նրանք բաց լինեն ընդունելու Քրիստոսի ավետարանը։ Դու միանշանակ գլուխ գործոց ես։ Այստեղ յուրաքանչյուր ոք ունի տարբեր մատնահետքեր, տարբեր դնթներ։ Եվ ստեղծված է լինելու ոչ թե ինչ-որ մեկի նման, այլ որպես անհատ։ Դու ստեղծված չես անելու այն, ինչ մյուսներն են անում, դու ստեղծված ես անելու այն, ինչ Աստված նշանակել է քեզ, որ անես, եւ անկախ նրանից դա փոքր է թե մեծ, դու միայն պատասխանատու ես քո մասի համար։ Ինչ որ մեկն ասել էր, ես լինելու եմ հաջորդ Ջոյս Մայերը, խնդրում եմ, ոչ։ Աշխարհը հազիվ է դիմանում ինձ։ Լավ։ Մի ցանկացեք լինել ինչ-որ մեկը, դրանից այն կողմ անցեք։ Եղեք այն, ինչ կաք, եղեք ձեր լավագույն տարբերակը, որ կարող եք, եւ ներողություն մի խնդրեք դրա համար։ Երբեք ներողություն մի խնդրեք այն բանի համար, թե ով եք դուք։ Խնդրեմ։ Լավ է, դուք աշխուժանում եք, գուցե 1 կամ 2 աղաղակ բարձրացնեք նախքան այստեղից դուրս գալը։ Հասկանում եք։ Մենք բարձր պետք է պահենք մեր գլուխը, որովհետև Քրիստոսի մեջ ենք։ Այսպիսով, ես ունեցա երեխա եւ նրան անվանեցի Դեյվիդ։ Հետո ես ամուսնալուծվեցի, երբ նա 9 ամսական էր եւ հանդիպեցի Դեյվին, երբ նա արդեն 10 ամսական էր։ Եվ երբ Դեյվը խնդրեց, որ ամուսնանամ իր հետ, ասաց, որ սիրում է ինձ, ես չէի կարող նույն կերպ պատասխանել նրան, որովհետև նույնիսկ չգիտեի, թե ինչ է դա, ուստի իմ պատասխանն էր, գիտես, ես երեխա ունեմ։ Եվ նա գալու է ինձ հետ, ես երբեք չեմ մոռանա այն, ինչ Դեյվն ասաց։ Նա ասաց, ես իրականում չեմ ճանաչում նրան, ես դեռևս փոխհարաբերություն չունեմ նրա հետ։ Բայց կարող եմ ասել, ես սիրում եմ քեզ,
Եվ սիրում եմ այն ամենը, ինչը քո մասնիկն է։ Ուստի բառացիորեն սա այն է, ինչ Աստված ասում է քեզ։ Երբ մտածում ես, որ հնարավոր չէ քեզ սիրել, նույնիսկ եթե Աստված ստիպված է համաձայնել քեզ հետ, միևնույն է նա ասում է. եթե դու Քրիստոսի մեջ ես, ես սիրում եմ նրան, եւ այն ամենը, ինչը նրա մասնիկն է։ Հետևաբար, դու որդեգրված ես որպես Աստծո զավակ։ Հիշում եմ, երբ անցնում էինք Դեյվիդին որդեգրելու օրինական գործընթացի միջով, փաստաբանը Դեյվին ասաց. դուք գիտակցում եք, որ որդեգրվելով նա դառնում է ձեր օրինական որդին եւ հավասար բաժին է ստանում, այնպես, ինչպես ձեր հարազատ զավակներն են ստանում։ Որդեգրության միջոցով նա դարձավ ժառանգակից։ Դուք ինձ հետ եք։ Եվ Աստվածաշունչն ասում է, որ մենք Քրիստոսի հետ ժառանգակիցներ ենք։ Մենք ստանում ենք այն ամենը, ինչին նա է արժանի։ Վաու։ Հիմա եթե մի փոքր ավելի շատ մտածեք սրա մասին եւ այդքան շատ չմտածեք այն մասին, թե ինչն է սխալ ձեր մեջ, կտեսնեք, որ շատ ավելի երջանիկ եք։ Բայց Սատանան ուզում է, որ մշտապես մտածենք, ինչու այն չէ ինձ հետ եւ ինչու ես քեզ նման չեմ, ինչու չեմ կարողանում անել այն, ինչ դու ես անում։ Միթե ուրախ չեք, որ մնացի կեսօրվա ծառայությանը։ Պարզապես մտածեք, թե որքան լավ եք զգալու եւ որքան եք զայրացնելու Սատանային, երբ առավոտյան արթնանաք եւ նա ասի. դու լավը չես, ասեք դու ստախոս ես, ես գլուխգործոց եմ։ Աշխարհում ինձ նմանը չկա, ես եզակի եմ։ Մի ժամանակ ես մտածում էի, թե տարօրինակ եմ, հիմա գիտեմ, որ յուրօրինակ եմ։ Նույնն էլ դուք եք։ Ուզում եմ ներկայացնել ձեզ սուրբգրային մի քանի խոսք այն մասին, թե որքան սիրված եք դուք։ Ուզում եմ, որ ժամանակ հատկացնեք եւ ընդունեք դրանք։ Եփեսացիների 3:17-19։ Պողոսի աղոթքը, որ Քրիստոսը հավատքով բնակվի, հաստատվի, մնա եւ մշտապես կենա ձեր սրտերում։ Այժմ ուզում եմ մտածեք այս մասին։ Ինչ է ասվում։ Թող Քրիստոսը ձեր հավատքի միջոցով գա եւ բնակվի ձեր սրտում։ Թող դուք սիրով արմատ գցած եւ հաստատված լինեք, որի զորու եւ ուժեղ լինեք հասկանալու եւ ըմբռնելու բոլոր սուրբերի հետ, Աստծո նվիրյալների հետ, այդ սիրո փորձառությունը, ուշադրություն դարձրեք փորձառություն բառին, թե ինչ է լայնությունը եւ երկարությունը եւ բարձրությունը եւ խորությունը, որ իսկապես ճանաչեք գործնականում, այստեղ նույն բառն է, փորձառության միջոցով, Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է, առանց փորձառության։ Մենք կխոսենք այն մասին, թե ինչպես կարող եք վերապրել Աստծո սերը։ Դրանք այլևս խոսքեր չեն, այլ անձնական փորձառություն, որ ձեր ամբողջ էությամբ Աստծո ամեն լիությունով լցվեք եւ ունենաք նրա աստվածային ներկայության լի առատ չափը եւ դառնաք մարմին լիովին լցված եւ հեղեղված հենց Աստծով։ Սա այն է, ինչ ես ցանկանում եմ, ես ուզում եմ լինել մարմին, որը լցված է Աստծով։ Շատ լավ, հիմա ինչ կասեք այս փորձառություն բառի մասին։ Ճաշակել Աստծուն։ Սա ընդլայնված թարգմանությունն է, դուք չեք գտնի դա մյուս թարգմանություններում։ Բայց Աստված չի ցանկանում, որ դուք պարզապես իմանաք, որ ինքը սիրում է ձեզ, նա ցանկանում է, որ վերապրեք, ճաշակեք իր սերը։ Դա անելու միջոցներից մեկը ամեն օր ժամանակ հատկացնելն է, պարզապես նստելու Աստծո ներկայության մեջ եւ ընդունելու նրա սերը։ Դուք կարող եք իրականում զգալ դա։
Զգալ Աստծո սերը։ Բայց երբ կարդացի Հովհաննեսի առաջին թղթի 4:16-ը, համոզված եմ այն կարդացել էի նախկինում։ Բայց մի օր ես կարդացի այն և մտածում եմ, որ դա իմ ժամանակն էր։ Ես փորձեցի իսկապես ըմբռնել Աստված սիրում է քեզ արտահայտության էությունը։ Առաջին Հովհաննեսի 4:16-ում ասվում է և գիտենք, հասկանում ենք, ճանաչում ենք, տեղյակ ենք, ոչ թե անտեղյակ, այլ տեղյակ ենք, զննելով, ինչը նշանակում է տեսնելով ինչ-որ բան և փորձառությամբ, կրկին այդ խոսքը, և հավատում ենք, հարում ենք, վստահում և ապավինում այն սիրուն, որ Աստված ունի մեզ համար։ Լավ, ինչ է ասվում։ Ասվում է, որ մենք պետք է գիտակցենք և զննենք Աստծո սերը։ Շատ լավ։ Դա նշանակում է, որ դուք պետք է հետևեք Աստծո սիրուն ձեր կյանքում։ Ես չեմ խոսում զգացմունքի մասին, ես խոսում եմ այն բաների մասին, որոնք Աստված կանի ձեր կյանքում։ Գուցե փոքրիկ բաների, որոնք նույնիսկ ոչինչ չեն նշանակում մեկ ուրիշի համար, բայց դուք գիտեք, որ դա Աստված է, որ հայտնվում և դրսևորվում է ձեր կյանքում։ Երբեք չեմ մոռանա այն օրերը, երբ Դեյվը և ես այնքան աղքատ էինք, որ նույնիսկ չէինք կարողանում խոհանոցի սրբիչ գնել։ Մինչև հիմա պահում եմ այն նոթատետրը, որտեղ գրել էի այդ փոքրիկ աղոթքների ցանկը։ Սիրելի Աստված, խնդրում եմ, տուր ինձ խոհանոցի 12 նոր սրբիչ։ Կարծում եմ խնդրել էի նաև թավա և մի քանի այլ փոքրիկ բաներ։ Ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ իմ դռան զանգը հնչեց և ես բացեցի դուռը ու տեսա մի կնոջ, որին չէի ճանաչում, նա ասաց. «Հուսով եմ չեք մտածի, որ խելքս գցել եմ, բայց կարծում եմ, որ Աստված ասաց, որ ձեզ համար խոհանոցի 12 սրբիչ բերեմ»։ Վաու! Խոհանոցի սրբիչներ, և ես հասկացա, որ Աստված սիրում է ինձ։ Նա գիտեր, թե որտեղ եմ ես, գիտեր իմ հասցեն։ Նա չէր մոռացել ինձ։ Գիտեք, մեր կյանքում պակասություն կար։ Բայց ես զգում էի, որ Աստված կանչել է ինձ այս ծառայության մեջ և ինձ թվում էր, թե ես չգիտեի Աստվածաշունչը։ Ինչպես կարող էի ես Աստվածաշունչ սովորեցնել, ես չգիտեի Աստվածաշունչը։ Ես ունեի 3 դեռահաս և 1 փոքրիկ։ Երբ Աստված կանչեց ինձ, այո, 3 դեռահաս և 1 փոքրիկ, դուք ճիշտ լսեցիք։ Ես աշխատում էի ամբողջ դրույքով, ես ժամանակ չունեի ուսումնասիրելու խոսքը, ուստի զգացի, որ Աստված մղում է, որ թողնեմ աշխատանքս։ Եթե ես թողնեի աշխատանքս, մենք չէինք ունենա բավականաչափ գումար մեր հաշիվները փակելու համար։ Ամեն ամիս մեզ անհրաժեշտ էր $40 հաշիվները փակելու համար։ Եվ եթե լրացուցիչ կարիք առաջանար, պետք է ունենային գումար դրա համար։ Ես չեմ կարող նույնիսկ ասել, թե որքան վախեցած էի։ Ես վարվեցի այնպես, ինչպես շատերը, թողեցի ամբողջ դրույքով աշխատանքս և գտա կես դրույքով աշխատանք։ Լսեք, թե ինչ եմ ասում, կիսով չափ հնազանդությունը չի գործում։ Ապա ինչ է դա զոհաբերություն։ Ես կհրաժարվեմ սրանից, բայց չեմ հնազանդվի քեզ։ Բայց ինձ ազատեցին կես դրույքով աշխատանքից։ Ես այնպիսի աշխատակից չէի, որին ազատում են աշխատանքից։ Ես հայտնաբերեցի, որ այն գրասենյակի կառավարիչը, որտեղ աշխատում էի կես դրույքով, կախարդ էր։ Մի օր նա մի մեծ գիրք էր պատճենում գրասենյակում։ Ես նրան ասացի. «Ինչ եք պատճենում»։ Նա ասաց. «Կախարդության մասին գիրք»։ Ես մտածեցի. Զարմանալի չէ, որ այստեղ ինչ անում եմ, չի հաջողվում։ Նկատի ունեմ, ոչինչ չէի կարողանում ճիշտ անել։ Ես անում էի այնպիսի սխալներ, որոնք բնականում չպիտի անեի։ Աստված թույլ տվեց, որ ունենամ կես դրույքով աշխատանք։ Բայց դրեց այնպիսի տեղ, որտեղ ինձ չէին սիրելու։ Ձեզնից ոմանք հնազանդվելով Աստծուն իսկապես մեծ զոհեր են արել և չեն հասկանում, թե ինչու Աստված չի օրհնում իրենց։ Դեռ ժամանակը չէ։
Դու դեռ փոքրիկ քայլեր պետք է անես, դու դեռ մի փոքր ավելի պետք է սովորես։ Բայց Ջոյս դա ցավոտ է։ Խաչը բարձրանալը նույնպես հաճելի չէր։ Ամեն։ Հիսուսը 3 անգամ խնդրեց. Հայր, եթե հնարավոր է հեռացրու այս բաժակն ինձնից։ 3 անգամ։ Նա չէր ուզում գնալ դեպի խաչը։ Ինչ որ բան անելու համար պարտադիր չէ, որ ունենաս ցանկություն դա անելու։ Նա ասաց ոչ թե իմ, այլ քո կամքը լինի։ Ես չեմ ուզում անել սա, բայց եթե դա քո կամքն է, կանեմ։ Ձեզնից ոմանք հենց հիմա գործ ունեն ինչ-որ բանի հետ և գիտեն, որ Աստված ցանկանում է, որ անեն այն, ինչ իրենք չեն ուզում անել։ Ժամանակն է, որ ասեք Աստված, ես չեմ ուզում անել սա, բայց եթե դա այն է, ինչ դու ցանկանում ես, ես կանեմ։ Գուցե դա վերաբերում է ինչ-որ մեկին այստեղ, գուցե ես խոսում եմ մյուս կողմում նստած մարդկանց հետ, չգիտեմ։ Ես գիտեմ, որ ոմանք հենց հիմա իրենց ներսում անհանգստություն են զգում, դուք կարծես ասում եք, օ, ոչ։ Որովհետև այնպես ջանասիրաբար եք փորձել անտեսել Աստծո ձայնը։ Հաստատ դա Աստված չէ, նա չէր ասի անել մի բան, որն այդպես կցավեցներ, օ, այո, նա կասեր, որովհետև կան բաներ, որ ճիշտ ցավ են պատճառում։ Մի օր դուք կարող եք հայտնաբերել, որ այն, ինչը համարում էիք ձեր ամենավատ թշնամին, իրականում ձեր ամենալավ բարեկամն էր։ Շնորհակալություն։ Լսեցիք, թե ինչ ասացի, մի օր կարող եք հայտնաբերել, որ այն, ինչը համարում էիք ձեր ամենավատ թշնամին, իրականում ձեր ամենալավ բարեկամն էր։ Կային բաներ, որոնց համար աղաչում էի Աստծուն, որ հեռացներ ինձնից։ Բայց դրանք շարունակվում էին և շարունակվում։ Եվ այդ մեծ զոհից 6 տարի անց միայն մենք տեսանք նկատելի աճ մեր եկամուտներում։ Ես չէի հասկանում, թե ինչու Աստված ավելի շուտ չազատեց մեզ։ Բայց թույլ տվեք ասել, Աստված գիտի, թե ինչ է անում ձեր կյանքում և նա երբեք չի սխալվում։ Այո, դու կարևոր ես։ Դու ունես նպատակ։ Դու երբեք չպետք է համեմատես քեզ մեկ ուրիշի հետ։ Դու չպետք է մրցես որևէ մեկի հետ։ Եվ դու ազատ ես դրսևորելու ինքդ քեզ։ Ամեն։ Եվ դու պետք է լինես ազատ թույլ տալու, որ մյուսները դրսևորեն իրենց։ Դու սիրված ես։ Ամեն, բոլորն ասեն ես սիրված եմ։ Շատ լավ, ուզում եմ, որ միասին անենք այս աղոթքը, սա իրականում փրկության աղոթքն է, բայց ես ուզում եմ համոզված լինել, որ ոչ ոք այսօր չի հեռանա այստեղից առանց Քրիստոսին իր սրտում ունենալու։ Ուզում եմ այսպես ավարտենք մեր համաժողովը։ Թող ամեն մեկն աղոթի ինձ հետ, Հայր Աստված, ես սիրում եմ քեզ։ Հիսուս, ես հավատում եմ քեզ։ Ես հավատում եմ, որ դու սիրում ես ինձ։ Հավատում եմ, որ մահացար ինձ համար։ Քո արյունը թափեցիր ինձ համար։ Դու վճարեցիր իմ մեղքի համար։ Ես հավատում եմ քեզ։ Ուզում եմ ընդունել քեզ իմ կյանքում։ Եկ և ապրիր իմ մեջ։ Ներիր իմ մեղքը։ Մաքրիր ինձ։ Լվա ինձ քո արյունով։ Ընդունիր ինձ որպես քո զավակի։ Ես նվիրվում եմ քեզ։ Ես ընդունում եմ քեզ։ Ընդունիր ինձ այնպիսին, ինչպիսին կամ։ Եվ դարձրու այնպիսին, ինչպիսին ուզում ես, որ լինեմ։ Ամեն։ Շատ լավ, ես լավ ժամանակ անցկացրի, հուսով եմ դուք նույնպես, Աստված օրհնի ձեզ։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։
Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։